Բարև ձեզ, սիրելի հեռուստադիտողներ։ 168.am լրատվական կայքի YouTube-յան ալիքում մենք ձեր ուշադրությանն ենք ներկայացնում արդեն ավանդական դարձած մեր թեմատիկ զրույցները։ Այս անգամ ես ձեր ուշադրությանը կներկայացնեմ մի թեմա, որը վերաբերվում է Արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ հրապարակված փաստաթղթերին։ Ինչպես գիտեք, վերջերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության կայքում հրապարակել է այսպես կոչված փաստաթղթեր, որոնք իր կարծիքով եւ դրան հրապարակված հոդվածի հետ միասին վկայում են այն մասին, որ ողջ բանակցային գործընթացը եղել է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լիներ Ադրբեջանի կազմում, որ այս խնդիրը որևէ այլ լուծում չուներ, փորձելով արդարացնել այն մեծ հանցանքը, այն մեծ հայրենիքի գողությունը, որը իրականացրել է ինքը անձամբ իր պաշտոնավարման շրջանում։ Ես մեծ ուշադրությամբ եմ հետևել, վերլուծել բոլոր այն փաստաթղթերը, որոնք հրապարակված են, եւ նաեւ ուշադրություն եմ դարձրել այն փաստաթղթերին, որոնք հրապարակված չեն, ուշադրություն եմ դարձրել բոլոր այն հայտարարություններին, որոնք ժամանակագրորեն համընկնում են այդ փաստաթղթերի բովանդակության, նրանց հրապարակման եւ Նիկոլ Փաշինյանի գործողությունների հետ։ Իհարկե ինքը մինչև այդ փաստաթղթերի հրապարակումը բանավեճ էր հրավիրում Հայաստանի Հանրապետության 3 նախագահներին, ովքեր հայկական կողմերի անունից եւ Հայաստանի եւ Արցախի այս ժամանակաշրջանում բանակցել են Ադրբեջանի նախագահի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, փորձելով իր այդ անմիտ դատողությունները ներկայացնել իբրև իր համար բանավեճի փաստարկներ։ Խելամուտություն ցուցաբերելով նախագահները անարձագանք թողեցին նրա այդ առաջարկները եւ հիմա շատ պարզ է, որ ինչքան խելամիտ էր այդ որոշումը, որովհետեւ դրա կարիքը բացարձակապես չկար, որովհետեւ այս քողազերծված, այսպես կոչված գաղտնիքները բանակցային գործընթացի վերաբերյալ պարզում է ոչ էլ գաղտնիք են իրենց բնույթով, մենք շատ լավ տեղյակ ենք եղել այդ ամենի մասին եւ այնտեղ ըստ էության որևէ նորություն չկար, իսկ հրապարակված թղթերը ընդամենը ապացուցում են Նիկոլ Փաշինյանի դավաճանական էության, դավաճանական գործողությունների եւ հայրենիքի գողության փաստի մասին։ Հիմա այս ամեն ինչը կփորձենք ներկայացնել կոնկրետ առարկայական փաստերով։ Նախ, այս փաստաթղթերը նա հրապարակեց այն պահից հետո, երբ պաշտոնապես հայտարարվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը այլևս իր բոլոր կառույցներով հանդերձ լուծարվել է։ Այսինքն այլևս չի կարող գոյություն ունենալ որևէ բանակցություն հայ-ադրբեջանական, որի առանցքում լինի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը։ Այսինքն ըստ Նիկոլ Փաշինյանի Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է։ Իսկ ինչպես է այն լուծված։ Այն լուծված է ադրբեջանական բոլոր պահանջների կատարումով։ Այսինքն Ադրբեջանը տիրացել է Արցախին եւ հասել է Արցախահայության ողջ Արցախահայության բռնի տեղահանությանը եւ տիրացել է այն հարստությանը, որը արցախցի մեր քույրերն ու եղբայրները թողել են իրենց հայրենի գյուղերում եւ քաղաքներում։ Այսինքն ադրբեջանական լուծումն էր Նիկոլ Փաշինյանի համար Արցախյան խնդրի լուծումը։ Իսկ ինչ էր ԵԱՀԿ-ն եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Նախ ԵԱՀԿ այդ կազմակերպության միջազգային կազմակերպության անվանումը բացվում է հետեւյալ կերպով. Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն։ Այսինքն այդ կազմակերպությունը ստեղծվել է եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաեւ Եվրոպայի համար կարևոր նշանակություն ունեցող ուղղություններում, հիմնականում հարակից տարածքներում անվտանգության եւ անդամ պետությունների միջև համագործակցության հաստատման հետ կապված հարցերը։ Եվ շատ կարևոր է, որ այդ կազմակերպության լիարժեք անդամներ են հանդիսանում եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ առանցքային մի շարք պետություններ, ինչպիսին են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, եվրոպական գրեթե բոլոր երկրները, այդ թվում Ֆրանսիան։ Իսկ այդ 3 երկրները ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրներ են։ Այսինքն ԵԱՀԿ Մինսկի խումբը դա պաշտոնական ձևաչափ էր ստեղծված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից, որը մանդատ էր ստացել միակ միջազգային կազմակերպությունն ու ձևաչափն էր, որը ողջ միջազգային հանրության անունից լիազորություն ուներ որպես միջնորդ առաքելություն իրականացնել հայ-ադրբեջանական խնդրի լուծման, այսինքն Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության անդամ հանդիսացող
երկու պետությունների միջև առկա խնդիրները լուծելու նպատակով սահմանելով այդ խնդրի լուծման հստակ սկզբունքներ։ Եվ ԵՀԿ Մինսկի խումբը ուներ համանախագահություն, այսինքն 3 պետություններ՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան ստանձնել էին այդ ձևաչափի համանախագահությունը, որոնք կանոնավոր, մշտական, պարբերական հանդիպումներ էին ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ, այցելում էին տարածաշրջան, այդ թվում Արցախ, հանդիպում էին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ, լսում նրանց կարծիքը, նրանց փոխանցում ընթացող բանակցությունների մասին տեղեկություններ եւ կողմերին ներկայացնում տարբեր առաջարկություններ, որոնք տվյալ պահին իրենց կարծիքով կարող էին կողմերին մոտեցնել խնդրի լուծմանը։ Եվ ահա բանակցային այդ ողջ գործընթացում, որին համանախագահող երկրներից բացի մշտապես ներգրաված է եղել ԵՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, ազգությամբ լեհ դիվանագետ Անջեյ Կասպրչիկը մշտապես կապ են պահել հակամարտող կողմերի, նրանց ղեկավարության հետ, փորձելով միջնորդական առաքելությամբ լուծել այդ խնդիրը, եւ դա նաեւ եղել է որոշակիորեն այս ձևաչափը երաշխիք խաղաղության, պահպանման եւ այդ մթնոլորտում բանակցություններ վարելու համար, իհարկե որոշակի ընդհատումներով խաղաղության, ինչպիսին էր օրինակ ապրիլյան քարոզիա պատերազմը, որին քիչ հետո ես կանդրադառնամ։ Ողջ բանակցային գործընթացում այս ԵՀԿ Մինսկի խմբի երկրներին, ուրեմն նրանց մոտեցումները մշտապես համահունչ են եղել հայկական կողմի դիրքորոշումների հետ։ Եվ միշտ հակադիր են եղել Ադրբեջանի դիրքորոշումների հետ։ Այսինքն, ինչպիսի առաջարկներ որ նրանք ներկայացրել են, ինչպիսի մոտեցումներ որ եղել են, հայկական կողմը երբեք դրանց վերաբերյալ վերապահումներ չի ունեցել, այսինքն միշտ հայկական դիվանագիտության եւ միջազգային հանրության տեսակետները համահունչ են եղել։ Եվ այս ձևաչափից մշտապես իր դժգոհությունն է հայտնել Ադրբեջանը, հասկանալով, որ այս ձևաչափի շրջանակներում ինքը չի կարող ունենալ Լեռնային Ղարաբաղի խնդրի իր համար շահեկան լուծումներ։ Եվ մշտապես դժգոհել է համանախագահողներից, այդ համանախագահող երկրներին 3-ին էլ համարել է որպես պրո-հայկական պետություններ, այն հիմնավորմամբ դրա մեջ անկեղծ ասած կա նաև որոշակի ճշմարտություն, եւ նրա հիմնավորումները այն էին, որ Ռուսաստանը համանախագահող երկրներից Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է, Հայաստանը Ռուսաստանի հետ անդամակցում է մի շարք ընդհանուր միջազգային կազմակերպություններում, որոնցից առնվազն երկուսը չափազանց կարևոր են Ռուսաստանի համար, մեկը ռազմաքաղաքական կազմակերպությունն է, ՀԱՊԿ, մյուսը Եվրասիական տնտեսական միությունը ԵԱՏՄ-ն։ Բացի այդ, Հայաստանն ու Ռուսաստանն ունեն երկկողմ ռազմաքաղաքական համագործակցություն, Հայաստանի տարածքում են տեղակայված ռուսական տարբեր գերատեսչական երկու կանոնավոր ստացիոնար զինված ստորաբաժանումներ, մեկը Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան է, որը նաև տեղակայում ունի Երևանի Էրեբունի օդանավակայանի տարածքում ռազմաօդային ուժերի իմաստով, եւ մյուսը Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերն են, որոնք հսկում են հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմանը։ Մյուս երկիրը Ֆրանսիան դա Եվրոպայում ամենահայտնի հայամետ պետությունն է, իր մինչ այդ ընդունած բոլոր բանաձևերով, որոնք ի դեպ վերաբերում են եւ Հայաստանի հետ հարաբերություններին, եւ հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման, ցեղասպանության հերկման, դա պատժման հետ կապված, քրեականացման հետ կապված օրենքների ընդունմամբ, բանաձևերով տարբեր տեսակի հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններով դրանք միշտ գտնվել են շատ բարձր մակարդակի վրա։ Եվ երրորդը Միացյալ Նահանգներն է, որը ունի հայկական հսկայական լոբիստական կազմակերպությունների ազդեցություն Միացյալ Նահանգների քաղաքական որոշումների վրա, ինչը եւ արտահայտվել է Հայաստան Միացյալ Նահանգներ մշտապես բարձր մակարդակի հարաբերություններով։ Իդեպ հատկանշական է, որ այս 3 պետություններն էլ դրանք քրիստոնեական պետություններ են եւ Ադրբեջանը անհանգստություն ուներ, որ այդ պետությունները հակված են ավելի շատ այդ հակամարտության մեջ պաշտպանել հայկական կողմերի շահերը։ Եվ ահա իրանց այդ դժգոհությունը արտահայտելով Ադրբեջանը փորձել է ժամանակի ընթացքում ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության մեջ ակտիվացնել Թուրքիայի դերը, որը դեպ Մինսկի խմբի անդամ պետություն է, սակայն եւ հայկական դիվանագիտության զսպող քայլերով գործողություններով եւ նաեւ միջազգային գործընկերների խելամիտ դատողություններով դա
անընդունելի է համարվել Թուրքիան ըստ էության դիտարկելով Ադրբեջանին այն տիպի դաշնակից բարեկամ պետություն, որը չի կարող լինել անկողմնակալ միջնորդ այդ հարաբերություններում։ Եվ ահա 44-օրյա պատերազմի արդյունքներով Իլհամ Ալիևը իր առջև խնդիր է դրել վերացնել Մինսկի խումբը ընդհանրապես այդ համանախագահության ձևաչափը եւ նա աստիճանական քայլերով իր դիվանագիտական ջանքերով կարողացավ հասնել այն բանին, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին, երբ Վաշինգտոնում ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր, որոնցից մեկով Նիկոլ Փաշինյանը նաև մեղրին ամբողջությամբ հանձնեց Ադրբեջանին ամերիկյան վերահսկողության ներքո, այդ ստորագրված փաստաթղթերից մեկն էլ վերաբերում էր արտաքին գործերի նախարարների համատեղ նամակը, որով նրանք առաջարկում էին դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ նրա հարակից կառույցների գործունեությունը։ Եվ ահա 2025 թվականի սեպտեմբերի 1-ին դա դարձավ իրականություն, այսինքն սեպտեմբերի 1-ից սկսեց այդ գործընթացը Մինսկի խմբի լուծարման եւ 2025 թվականի դեկտեմբերի 1-ին պաշտոնապես հայտարարվեց, որ այդ ձևաչափը միջազգայինորեն այլևս գոյություն չունի։ Այսինքն մենք պետք է այլևս հաշվի նստենք այն փաստի հետ, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման միջազգային որևէ ձևաչափ արդեն գոյություն չունի եւ եթե հետագայում Հայաստանում եթե լինի ազգային իշխանություն, չվերանա, չկործանվի մեր երկիրը եւ մենք մեր արդար պահանջները փորձենք բարձրացնել, ապա պետք է ստեղծել, մտածել եւ մեծ աննկարագրելի դիվանագիտական ջանքեր գործադրել այս խնդրի լուծման նոր միջազգային եւ մեզ համար ընդունելի ձևաչափ ստեղծելու եւ դրա շրջանակներում այս խնդրին լուծում, իրական լուծում տալու համար, քան այն, ինչը որ ունեցել է Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, այսինքն ապօրինաբար ռազմական հանցագործություններով եւ ցեղասպանությամբ տիրանալ Արցախին, ցեղասպանել եւ բռնի տեղանել նրա խաղաղ բնակչությանը։ Հիմա գանք հրապարակված փաստաթղթերի, Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված փաստաթղթերի ընդհանուր պատկերին։ Ուրեմն, երբ որ նա ասաց, որ այդ փաստաթղթերը կհրապարակի Մինսկի խումբը լուծարելուց հետո, կար ողջամիտ մտածմունք, որ ինքը կհրապարակի միայն այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են հենց ԵԱՀԿ Մինսկի խմբին, Մինսկի խմբի համանախագահներին, նրանց հետ քննարկումների արդյունքներին, նրանց ներկայացրած բանաձևերին։ Բայց պարզվում է, որ դա այդպես չի, որովհետև ներկայացվել են խառը տիպի տարբեր փաստաթղթեր, որոնք իրենց բովանդակությամբ մի մասը առհասարակ Մինսկի խմբի հետ որևէ կապ չունեն, մի մասն էլ առանց տրամաբանության եւ առանց պաշտոնական ձևաթղթերի, այսինքն եթե դուք նայեք կառավարության այդ կայքը, որի լուսապատճենը նաեւ այս էկրանին է, եւ ներբեռնեք այդ ֆայլերը, որտեղ դեռ տեղադրված են, դրանցից գրեթե ոչ մեկը չունի պաշտոնական ձևաթղթի տեսք, այսինքն ոչ մեկը չունի, որ գրաված չի բլանկի վրա, ոչ մեկը Հայաստանին փոխանցված չի դիվանագիտական հայտագրերով, այսինքն նոտաներով, որպես միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկ կամ համանախագահող երկրներից, որտեղ երևա թե ով է այդ փաստաթղթերից ոչ մեկի վրա ստորագրություն չկա, այսինքն օրինակ ասում եմ, ենթադրենք 2019 թվականին կամ 16 թվականին ներկայացվել է առաջարկ, ում կողմից է ներկայացվել, ոչ գրություն կա ուղեկցող, որ այս առաջարկը ներկայացնում է հետևյալ պետությունները կամ այսինչ պաշտոնատար անձինք, նրանցից որևէ մեկի ստորագրություն, նախ Հայաստանի եւ Ադրբեջանի որևէ ղեկավարի ստորագրություն այդ փաստաթղթերի վրա չկա, որ դա իրենք ընդունած լինեն որպես բանակցության համար ընդունելի ինչ-որ մի նախնական փաստաթուղթ։ Այսինքն սովորական A4 թղթի վրա գրված տեքստեր են, որոնք ունեն ընդ որում տարբեր ծագումներ։ Բասեցի բազմաթիվ նյութեր առհասարակ ԵԱՀԿ-ի հետ որևէ կապ չունեն, այսինքն օրինակ մի տեքստ կա, որը սղագրությունը ազգային ժողովի նիստում պատգամավորների, ասենք Սամվել Նիկոյանի, Կարեն Բեգայարյանի, Սերժ Սարգսյանին, որը վարչապետի թեկնածու էր, հնչեցրած հարցերի եւ նրան տված պատասխանների վերաբերյալ, դա եղել է 2018 թվականին։ Այսինքն ինչ կապ ունի դա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Եվ եթե ասենք գաղտնաձեռնված փաստաթուղթ չի, ազգային ժողովի բոլոր նիստերի սղագրությունները ազգային ժողովի կայքում տեղադրված են, այսինքն սա առանձին այս շրջանում ներկայացնելը անմտություն է ուղղակի։ Ոչ մի փաստաթղթում ներկայացված դա հրապարակված փաստաթղթերից չի երևում, թե
եթե դա հայկական կողմը ստացել է, դրանց վերաբերյալ ասենք ինչ դիրքորոշում է արտահայտել պաշտոնապես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Ասենք օրինակ 2019 թվականին եթե նա ԵԱԿ-ից առաջարկներ է ստացել, ինչպես է դրան արձագանքել, ինչ վերաբերմունք է արտահայտել, դեմ է եղել, կողմ է եղել, կամ կողմ է եղել որոշակի դրույթներին, սկզբունքային դեմ է եղել որոշակի նման բան գոյություն չունի։ Հրապարակված փաստաթղթերից պարզ չի, թե ինչ դիրքորոշում է ունեցել այդ փաստաթղթերի վերաբերյալ ադրբեջանական կողմը։ Համաձայն է եղել, դեմ է եղել, ինչին է համաձայն եղել, որ հատվածին է դեմ եղել։ Նման տեղեկություններ նույնպես այդ փաստաթղթերը չեն պարունակում։ Ոչ մի փաստաթղթում ուրեմն բոլորը ներկայացված են թափ-թփված վիճակում, ասենք օրինակ այնտեղ ֆայլեր կան, որոնք ներբեռնված են ինտերնետային տարբեր կայքերից։ Հրապարակված փաստաթղթերի մեծ մասը վաղուց արդեն հրապարակված են եղել։ Որոշ փաստաթղթեր որոշակի կարևորություն են, հիմա մենք դրան առանձին կանդրադառնանք, ես հիմա ընդհանուր պատկերն եմ ասում, ժամանակային համադրությունն է շատ կարևոր, այսինքն որ ժամանակաշրջանում ինչ է ներկայացվել, որովհետև ներկայացված են փաստաթղթեր, որոնք վաղուց իրենց արդիականությունը կորցրել են, այսինքն օրինակ 93 թվականի ՄԱԿ-ի բանաձևերի անվտանգության խորհրդի վկայակոչումը դրանց ներկայացումը, նախ ասենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը դրանք նոր չեն, դրանք ընդունվել են 93 թվականին, բայց դրանից հետո հրադադարի մասին համաձայնություն ա եղել Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի միջեւ, դրանից հետո է ձևավորվել Մինսկի խումբը, միջազգային հանրությունը դրանից հետո է նոր ձևակերպումներ առաջ, այսինքն վաղուց արդիականությունը կորցրած նյութեր են ներկայացված։ Ոչ ասեցի, որ որևէ փաստաթուղթ ստորագրված չի, բացի Սերժ Սարգսյանի նամակը ուղղված Ռուսաստանի նախագահի։ Ես վստահ եմ, որ այս ընթացքում բազմաթիվ այլ փաստաթղթեր են եղել, որոնց նա ընդհանրապես չի անդրադարձել եւ չեն հրապարակվել եւ այս համատեքստում չեն ներկայացվել։ Ես կասեմ, թե դրանցից հատկապես որոնք էին կարևոր։ Հիմա կան կոնկրետ փաստաթղթերին, ինչա ներկայացվել։ Ընդհանուր առմամբ կառավարության կայքում հրապարակվել է 12 PDF ֆայլերով փաստաթղթեր, որոնցից առաջինը դա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերն են։ Ուրեմն ինչն է հետաքրքիր, որ դրանք ներբեռնված են ոչ թե Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական կայքից, այլ vn.kazhimirov.ru.dog.htm հղումով, այսինքն ենթադրում եմ, որ Վլադիմիր Կազիմիրովը դա ռուսաստանցի համանախագահներից է, նրա էջից ներբեռնված, այսինքն նույնիսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը ոչ թե վերցված են պաշտոնական աղբյուրներից, այլ ռուս համանախագահներից մեկի անձնական էջից նույնիսկ պաշտոնական որոշում, հասկանում եք, սա ինչի համար եմ սրան ուշադրություն դարձնում, որ երևա թե ինչ թափթփվածության նման կարևոր պատասխանատու խնդրի վերաբերյալ, սա համարվում է Հայաստանի կառավարության ձեռքի տակ եղած փաթեթը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, եւ պարզվում է, որ այնտեղ այդ փաթեթում պաշտոնական փաստաթուղթը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, ոչ թե ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակից քարտուղարությունից մեր դիվանագիտական առաքելության միջոցով ստացված կամ գոնե ՄԱԿ-ի կայքից ներբեռնված, այլ մասնավոր կայքից ներբեռնված փաստաթուղթ է, պաշտոնականը հրապարակված։ Այն ընդունվել է 1993 թվականի նոյեմբերի 12-ին, այսինքն 94 թվականի հրադադարի մասին համաձայնագիրը ստորագրելուց առաջ, լրիվ այլ ռազմաքաղաքական իրողության պայմաններում։ Դրանից հետո բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք այլևս այս անվտանգության խորհրդի բանաձևերի իմաստը, նշանակությունը, արդիականությունը վաղուց կորցրել են։ Մյուս փաստաթուղթը դա 94 թվականի դեկտեմբերի 21-ի Բուդապեշտի գագաթնաժողովի հայտարարությունն է։ Նորից իր արդիականությունը կորցրած փաստաթուղթ, որովհետև դրանից հետո բազմաթիվ այլ առաջարկներ են եղել եւ այդ առաջարկների հեղինակները համանախագահողներ են եւ նրանք շատ լավ են տեղյակ, ասենք օրինակ համանախագահող երկրները 3-ն էլ Ռուսաստանն էլ, Ֆրանսիան էլ, Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություններ են, իսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում որոշումները կայացնում են կոնսենսուսով, այսինքն բոլոր երկրների կողմ քվեարկության արդյունքում։ Հիմա ինչ է ստացվում, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրները
որոնք համանախագահներ են, տեղյակ չեն եղել, որ 93 թվականին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևեր կան։ Իհարկե տեղյակ են եղել, իրանք են ընդունել։ Բայց եթե տեղյակ են եղել 2019 թվականին, որ առաջարկներ են ներկայացրել Նիկոլ Փաշինյան, ինչի հիման վրա են իրենք իրենց խոչ էին հակասելու։ Դա նշանակում է, որ այլ մոտեցումներ են արդեն կիրառվել եւ այդ վաղեմության փաստաթղթերը այլևս այդ գործընթացում որևէ արժեք եւ իմաստ ըստ էության չունեն։ Նույնը վերաբերում է ԵԱԿ-ը գործող նախագահի հայտարարությունը Լիսաբոնի գագաթնաժողովում 96 թվականի դեկտեմբերի 3, երբ այդ ժամանակ հանրապետության նախագահն էր Լևոն Տեր-Պետրոսյանը։ ԵԱԿ-ն ուրեմն Միսկի խումբը համապարփակ առաջարկներ ներկայացրել 2007 թվականին։ Այդ ժամանակ հանրապետության նախագահն եղել Ռոբերտ Քոչարյանը։ Եվ արդեն գալիս է մի հատ շատ տարօրինակ փաստաթուղթ, դա կոչվում է, այնտենց էլ վերնագրված է այդ փաստաթուղթը, կոչվում է Մեղրի եւ Ղարաբաղի փոխանակման տարբերակ։ Այսինքն կարդում ես, ասում ես փաստորեն նման փաստաթուղթ կա հայկական կողմի ձեռքի տակ, որ Մեղրին մտադիր են եղել փոխանակել եւ այդտենց էլ ներկայացնում են, չէ, որ Ռոբերտ Քոչարյանը բանակցում է, մեկ էլ ինչ է բարձում, որ այդ փաստաթուղթ կոչվածը դա A4 ձևաչափի վրա մի հատ տեքստ է, որը ուշադրություն 2008 թվականի փետրվարին նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի կողմից փոխանցվել է Հայկական ժամանակ օրաթերթին։ 2008 թվականին, ասենք Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն 10 տարի նախագահ չէր։ Հետևաբար նա չէր կարող տեղյակ լինել բանակցային փաստաթղթերի, մի փաստաթղթի, որը որ ըստ իրենց բանակցել է Ռոբերտ Քոչարյանը։ Եվ դա էլ ոչ թե պաշտոնական փաստաթուղթ, այլ ընդամենը նորից եմ կրկնում, կոմպյուտերով մեկը նստել տեքստը հավաքել։ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար, այսինքն ով որ փոխանցել է դա Հայկական ժամանակին, եղել է Ալեքսանդր Արզումանյանը, որը հիմա Լեհաստանում Հայաստանի դեսպանն է, իսկ մինչև 18 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանին ընտրություններում հաղթած Սերժ Սարգսյանի կողմից նշանակվել էր Սկանդինավյան մի շարք երկրներում, Շվեդիայում, Դանիայում, Նորվեգիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան։ Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ այդ նույն Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ է եղել ու այդ Հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիրը։ Այսինքն ինքը իրեն փոխանցած թուղթը հիմա ինքը որպես վարչապետ ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման բանակցային փաստաթուղթ, որը ոչ մի պաշտոնական տեղ մի բան կա, չէ, ասացված կա, ասում է աղվեսն իր պոչին վկա է բերում։ Ասում է, տեսեք, ես ինքս ինձ ինչ փաստաթուղթ եմ փոխանցել։ Իդեպ ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Պետրոս Ղազյանին հարցազրույց տալուց խոստովանել է, որ Քիևեստի, որտեղ որ ենթադրյալ քննարկվել է այդ հարցը, բանակցությունների վերաբերյալ ոչ մի պաշտոնական փաստաթուղթ գոյություն չունի։ Բա հարց է առաջանում, դու պաշտոնատար անձ ես, ասում ես, որ նման միշտ այդ տեսակետն եք առաջ մղել, որ նման բան է բանակցվել, բայց եթե փաստաթուղթեր չունեք ձեր ձեռքի տակ, ապացույցեր չունեք, ինչի վրա եք հիմնվում նման անմիտ դատողություններ ներկայացնելու համար։ Ռուսաստանի Դաշնության առաջարկներ, ներկայացնում է որպես Ռուսաստանի առաջարկ, փաթեթային առաջարկներ 2014 թվականին։ Այն դեպքում, երբ որ Ռուսաստանը համանախագահող երկիր էր եւ ակնհայտ էր, որ միայն Ռուսաստանը առաջարկներ ներկայացնել չէր կարող առանց համանախագահող մյուս երկրների հետ դա համաձայնեցնելու, որովհետեւ իրենք միշտ աշխատել են միասնաբար եւ սինխրոն։ Նույնը վերաբերում է 2016 թվականի ԵԱԿ Միսկի խմբի առաջարկներին, որը ուշադրություն ներկայացվել է 2016 թվականի հունվար ամսին, այսինքն մինչև ապրիլյան քարոզիա պատերազմը։ Սա ինչ է վկայում, որ Ադրբեջանը այս ամբողջ ժամանակաշրջանում գիտակցել է, որ ԵԱԿ Միսկի խմբի մոտեցումները, որոնք ոչ միջազգային հանրության մոտեցումներն են, հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները թույլ չեն տալու իրեն Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել բանակցությունների միջոցով, ինչը պահանջ է
Եվ նա ստանալով այդ փաթեթները, առաջարկները 16 թվականի ապրիլին սանձաձերծել է լայնամասշտաբ պատերազմ Արցախի դեմ, նպատակ ունենալով բռնի ուժով ռազմական ճանապարհով տիրանալ Արցախին, ինչը իրեն չի հաջողվել, որովհետև Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մեր զինված ուժերը իդեպ բացառապես պաշտպանության բանակի ուժերով կարողացել են ցույց տալ անհրաժեշտ դիմակայություն եւ թույլ չեն տվել, որպեսզի Ադրբեջանը լուծի այդ խնդիրը ռազմական ճանապարհով։ Հրապարակվել է Սերժ Սարգսյանի նամակ ուղղված Վլադիմիր Պուտինին 2016 թվականի օգոստոսի 5-ին, այսինքն ապրիլյան պատերազմից որոշ ժամանակ անց։ Ընդ որում Սերժ Սարգսյանի դիրքորոշումը շատ հստակ է եղել նաև պատերազմի ընթացքում, ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ստեցան դա կանգնեցրեց ռազմական գործողությունները, որ պատերազմի երրորդ օրը Սերժ Սարգսյանը իր մոտ հրավիրեց Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ բոլոր պետությունների դեսպաններին եւ խնդրեց, որպեսզի նրանք իրենց մայրաքաղաքներին տեղեկացնեն, որ եթե Ադրբեջանի վրա ճնշումներ չգործադրվեն պատերազմը դադարեցնելու, ապա Հայաստանը պաշտոնապես կճանաչի Արցախի հանրապետությունը, իսկ դա նշանակում էր արդեն տապալել հետագա բանակցային գործընթացները եւ նաեւ ասվեց, որ հանձնարարություն է տրված արտաքին գործերի նախարարությանը նախապատրաստելու Հայաստանի հանրապետության եւ Արցախի հանրապետության միջև ռազմաքաղաքական համագործակցության մասին պայմանագիր, որը արագ կերպով վավերացվելու էր Հայաստանի խորհրդարանի կողմից եւ իրավունք էր տալու Հայաստանին անմիջական ռազմական աջակցություն ցուցաբերել Արցախին իր զինված ուժերով, այդ թվում նաև միջազգային ռազմական համագործակցությամբ, այն է ՀԱՊԿ-ի ջանքերով։ Եվ սա կարևոր պատճառ հանդիսացավ, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ ինքը ոչ միայն ռազմական ճանապարհով չի կարողանում լուծել խնդիրը, այլ նաև տապալում է հետագայում բոլոր դիվանագիտական հնարավորությունները եւ վերջնականապես քար է դնում այդ խնդրի իր օգուտով լուծելու հնարավորության վրա։ Եվ ես վստահ եմ, որ դա է եղել այս պատերազմը քարորյա դադարեցնելու հիմնական պատճառներից մեկը։ Իդեպ ասեմ, որ Սերժ Սարգսյանի այդ փաստաթղթի նամակի հրապարակման հետ կապված ռուսական կողմը շատ բացասական արձագանք է ցուցաբերել, դա համարելով դիվանագիտական ոչ կոռեկտ պահվածք առանց ռուսական կողմի հետ համաձայնեցնելու հրապարակել ծառայողական պաշտոնական նշանակության փաստաթուղթ, որի հասցեատերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է եղել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներ կա փաթեթում, խոսքը 2019 թվականի առաջարկների մասին է, այդ ժամանակ հիշեցնեմ, որ Հայաստանի վարչապետը ոչ միայն Նիկոլ Փաշինյանն էր, այլ նա արդեն պաշտոնավարում էր մոտ 1 տարուց ավելի։ Ընդ որում, այդ առաջարկները Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են 2019 թվականի հունիս ամսին։ Ես ինչի եմ այս ամսաթվերը ձեզ առանձնացնում եւ ուշադրություն հրավիրում սիրելի հայրենակիցներ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը արդեն պաշտոնապես միակ հանդիպումներ ունեցել Իլհամ Ալիևի հետ Վիեննայում 2019 թվականի մարտի 29-ին։ Այսինքն, ես ուզում եմ սա հիշեցնել, մի քանի առիթներով եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը իր ողջ պաշտոնավարման շրջանում Իլհամ Ալիևի հետ ունեցել է ընդամենը 1 պաշտոնական հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից կազմակերպված։ Ընդամենը 1, դա եղել է 2019 թվականի մարտի 29-ին Վիեննայում։ Դուք կարող եք հիմա հիշեք, որ նրանք հանդիպել են Մոսկվայում ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման ժամանակ Լուժնիկի ստադիոնում։ Այո, դա իրանց առաջի հանդիպումն է եղել, որտեղ Պուտինը ծանոթացրել է անձնապես Փաշինյանին ու Իլհամ Ալիևին։ Դուք կարող եք հիշեք նրանց հանդիպումը Բիշկեքում, հայտնի վերելակը միասին նստելու պատմությունը։ Դուք հիշեք, որ նրանք հանդիպել են Մյունխենի անվտանգային համաժողովի ժամանակ մի քանի անգամ, Դավոսի տնտեսական ֆորումի ժամանակ, այլ միջազգային հարթակում։ Դրանք աշխատանքային բնույթի հանդիպումներ են միջազգային հարթակներում, բայց որպիսի Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ իբրև բանակցություն ԵԱՀԿ համանախագահողների մասնակցությամբ նրանց կազմակերպած ջանքերով ընդամենը եղել է 1 անգամ ամբողջ այդ շրջանում։ Այսինքն պաշտոնավարումից մինչև պատերազմ եղել է 2.5 տարի, 2.5 տարվա ընթացքում նա ընդամենը 1 հանդիպում ունեցել Իլհամ Ալիևի հետ եւ այդ 1 հանդիպումից հետո մարտին տեղի ունեցած հանդիպումից հետո հունիսին, այսինքն
ապրիլ, մայիս, հունիսը մինչև համանախագահները իմի բերեին հանդիպման արդյունքները եւ համատեղ ջանքերով ներկայացնեն նոր առաջարկ, դա էլ հենց եղել շատ արագ է ըստեյության։ Հունիսին նա ստացել է այդ առաջարկները։ Իսկ ինչ է արել Նիկոլ Փաշինյանը այդ առաջարկները ստանալուց հետո, դրա մասին ոչ մի տեղեկություն չկա, բացի դրանից, որ նա մեր հայ հասարակությունից գաղտնի է պահել այդ առաջարկները, այսինքն նույնիսկ չի ասել, որ ինքը նման առաջարկներ է ստացել, այն դեպքում, երբ որ 2018 թվականին Հանրապետության հրապարակում օգոստոս ամսին իր պաշտոնավարման 100-րդ օրվա կապակցությամբ նա ասում էր հետևյալը մոտավորապես. Բառացի չեմ ցիտում, բայց արդեն գրեթե անգիր գիտեմ, ասում էր սիրելի հայրենակիցներ, Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը պետք է լինի հետևյալ ձևով. Ոչինչ ձեզնից գաղտնի չի լինելու, եթե ես ստանամ առաջարկներ, որոնք իմ կարծիքով կլինեն խելամիտ, որոնք կբերեն որոշակի լուծման, ես կգամ այստեղ Հանրապետության հրապարակ, ձեզ բոլորիդ կհավաքեմ, կներկայացնեմ այդ առաջարկների մասին, եւ դուք ոնց կորոշեք, Այտենց էլ ես կվարվեմ, դուք հնարավոր չի, որ քնեք ու արթնանաք, ու տենաք Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվել է։ Այնպես ինչպես քնեցինք, արթնացանք նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշեր եւ տեսանք, որ փակ դռների հետևում այդ խնդիրը ինքը լուծել է իօքուտ Ադրբեջանի։ Այսինքն նա գաղտնի է պահել այդ առաջարկները ոչ միայն հայ հանրությունից, ինչպես խոստացել էր, այլ անգամ Անվտանգության խորհրդից, այլ անգամ ազգային ժողովի պատգամավորները խորհրդարանական երկրում տեղյակ չեն եղել սրա մասին։ Իսկ ինչ էր ասում ինքը մինչ այդ, երբ որ ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցնում էր, թե ինչ բանակցություններ են ընթանում, ինչ առաջարկներ եք ստանում, ինչ եք դուք բանակցում, նա ցինիկաբար ասում էր, որ ինչ ուզում ենք, դա էլ բանակցում ենք։ Մինչ այդ ճեպազորությունում ասել էր, որ իր համար կարևոր չի, թե ինչ բանակցություններ են եղել մինչև իր պաշտոնավարումը, քանզի ինքը պաշտոնավարում է իր զրոյական կետից։ Եվ հիմա ինքը հրապարակում է 19 թվի առաջարկներ, երբ որ դա պետք է հրապարակվեր 19 թվին։ Մյուս փաստաթուղթը դա Կրակովի փաստաթուղթ է կոչվում։ Ես ինքս անձամբ այդ ժամանակ պաշտոնավարում էի Լեհաստանում, Կրակովը Լեհաստանի երկրորդ խոշոր քաղաքն է, հրաշալի քաղաք, եւ այս հանդիպումը ես բանակցություններին հայ-ադրբեջանական բնականաբար ներկա չեմ եղել, որովհետեւ դա իմ մանդատից դուրս էր, բայց կազմակերպական հարցերը ես եմ հոգացել Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի եւ համանախագահողների հանդիպման կազմակերպման իմաստով։ Նախաձեռնությունը պատկանում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժե Կասպրչիկին, որ ասեցի ազգությամբ Լև դիվանագետ էր, որը Կրակովի մերձակա փոքրիկ գյուղաքաղաքներից մեկում ուներ իր ամառանոց եւ իր ամառանոցում կազմակերպել էր երկու նախարարների եւ համանախագահողների հանդիպումը։ Եվ ահա պարզվում է, որ այնտեղ ներկայացվել են 3 պարբերությունից կազմված առաջարկներ, որոնք իրենց բնույթով ամբողջությամբ հայամետ առաջարկներ են, այսինքն ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը սա Կրակովի հանդիպումը եղել է 18 թվին, այսինքն իր վարչապետ դառնալուց մի քանի ամիս առաջ, այսինքն ամենավերջին առաջարկը, որ ինքը ստացել է մինչև վարչապետ դառնալը հայկական կողմը, դրանք եղել են ամբողջությամբ հայամետ մոտեցումներ։ Ուրեմն ասեցի վարչապետի տեխնացուի Սերժ Սարգսյանի հայտարարությունները ազգային ժողովում անմիտ նյութ, այսինքն դա հարց ու պատասխան վարչապետի տեխնացուի, այստեղ ինքը ինչի վրա է հիմնական շեշտը դնում, որ Սերժ Սարգսյանը պատասխանելով Սամվել Նիկոյանի եւ Կարեն Բեկայանի հարցերին, ասում է, որ իր ելույթում ասում է, որ բանակցային գործընթացը փաստացի կանգնած է եւ գտնվում են փակուղում, բայց հարց առաջ է, իսկ ում մեղքով էին կանգնած։ Ակնհայտ Ադրբեջանի, որովհետեւ հայկական եւ կողմի եւ միջազգային հանրության տեսակետները նույնն են։ Իսկ եթե բանակցությունները կանգնած են, ապա ով է դրանից տուժում։ Իհարկե Ադրբեջանը, որովհետեւ իրեն էր պետք բանակցել, որովհետեւ եթե բանակցությունները կանգնած են, դե ֆակտո մենք ունեինք Արցախը ըստ Հայաստանի հետ որպես մեկ ամբողջություն եւ Ադրբեջանին չի հաջողվում որևէ կերպ տիրանալ Արցախին, ոչ դիվանագիտական ճանապարհով, ոչ ռազմական 16 թվականի ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ռազմական ճանապարհով էլ չի կարող։ Դե դու կանգնի բանակցություն, այսինքն Ալիևը պետք է մտածեր փոխել իր մոտեցումները, որպեսզի նա որոշակի գոնե չնչին հաջողությունների հասնի, իսկ նրա համար այդ պահին երանություն էր գոնե այդ Արցախի անվտանգության գոտի հանդիսացող ազատագրված շրջանները, 5 շրջանները Ադրբեջանին վերադարձնելու եւ այնտեղ
ապառազմական գոտու կարգավիճակով ադրբեջանական իշխանություն հաստատել։ Դա երանություն էր Իլհամ Ալիևի համար, որին անգամ դա չէր կարողանում ինքը հասնել։ Դե չէր կարողանում թող չհասներ, այսինքն այս վկայակոչումը որևէ իմաստ եւ արժեք այդ իմաստով չունի։ Եվ 12-րդ փաստաթուղթը դա մադրիդյան սկզբունքներն են, որոնք ընդունվել են 2007 թվականի նոյեմբերին։ Իդեպ ասեմ, որ այդ սկզբունքները նույնպես եղել են բանակցությունների համար հիմք եւ ի վերջո ձևակերպվել են համանախագահողների կողմից 3 հիմնարար սկզբունքներ։ Առաջին ուժ եւ ուժի սպառնալիք չկիրառելը, երկրորդը տարածքային ամբողջականության խնդիր հարգելը եւ երրորդը ազգերի ինքնորոշման իրավունքի խնդիրը հարգելը։ Եվ այս պահին, այսինքն 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանի կողմից խախտվել են բոլոր 3 սկզբունքները, որտեղ տարածքային ամբողջականությունը վերաբերում էր ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Հայաստանին ու Արցախին, եւ երկրորդը էդի տարածքային ինքնորոշման իրավունքի իրացումը դա վերաբերել էր միայն Արցախին, իսկ ուժ եւ ուժ չկիրառելը, սպառնալիք չկիրառելը դա վերաբերում էր կողմերին։ Հայկական կողմը երբեք ուժ չի կիրառել, երբեք նույնիսկ հռետորաբանության մեջ չի խոսել, որ իրանք հայկական կողմը պատրաստ է ուժ կիրառելու, բացառության մի դեպքի, երբ որ Նիկոլ Փաշինյանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան ասել էր, որ պատերազմի դեպքում իրենք ուժ կկիրառեն եւ կնվաճեն նոր տարածքներ։ Իհարկե պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը Դավիթ Տոնոյանն էր եւ պարզվեց, որ նա այդ պատերազմը եթե լինում է ոչ թե կարողանում է նոր տարածքներ իրացնել, յուրացնել, այլև կորցնել, դրա փոխարեն կորցնել մեր վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքները։ Հիմա գանք ինչ իրականություն է եղել բանակցային գործընթացին զուգահեռ։ Բանակցային գործընթացին զուգահեռ եղել է ազատ Արցախ։ Ամբողջ այդ ժամանակահատվածում Արցախի շուրջ ձևավորվել է անվտանգային մեծ գոտի, որը ապահովել է բուն Արցախի եւ նրա խաղաղ բնակչության անվտանգությունը։ Արցախի բոլոր իշխանության մարմինները գործել են ֆունկցիոնալ, թե օրենսդիր, թե գործադիր, թե դատական իշխանության մարմինները։ Արցախում կազմակերպվել են ժողովրդավարության բոլոր չափանիշներին համապատասխանող ընտրություններ, ընտրվել են օրինական իշխանություններ բոլոր մակարդակներում եւ պարլամենտի, եւ նախագահի, եւ տեղական ինքնակառավարման մարմինների։ Անցկացվել են հանրաքվեներ, ընդունվել է նոր սահմանադրություն։ Պաշտպանության բանակը եղել է իր ֆունկցիոնալ դիրքերում, զինված, պաշտպանությունը կազմակերպվել է 19 պաշտպանական շրջաններով, հատուկ նշանակության զորամիավորումներով, թիկունքում ձևավորվել են Հայաստանի զինված ուժերի ռեզերվային ուրեմն զորամիավորումներ, որոնք պատերազմական գործողությունների ժամանակ օպերատիվ արձագանքման պետք է աջակցություն ցուցաբերեին պաշտպանության բանակին իր արժեվ դրված խնդիրները լուծելու համար, ինչը որ եղել է նաև 16 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակաշրջանում։ Արցախում անցկացվել են պաշտպանության բանակի կանոնավոր զորավարժություններ, բանակային տարբեր զորամիավորումների, այդ թվում հրետանային միջոցների, ռազմաօդային ուժերի, հետևակի, զրահատանկային միջոցների ներգրավվածության մասնակցության, որին մշտապես մասնակցել են այդ զորավարժություններին Հայաստանի նախագահները, պաշտպանության նախարարները։ Ուրեմն Արցախի սոցիալ-տնտեսական կյանքում տեղի ունեցել զգալի փոփոխություններ։ Հայաստան համահայկական հիմնադրամը ամեն տարի իրականացվող դրամահավաքի միջոցների գերակշիռ մասը ուղղել է Արցախում սոցիալական եւ ենթակառուցվածքների ծրագրերի իրականացմանը, կառուցվել, վերակառուցվել են բազմաթիվ դպրոցներ, մանկապարտեզներ, մշակութային, մարզական հաստատություններ, ճանապարհներ։ Արցախում իրականացվել են ենթակառուցվածքային հսկայական ծրագրեր գազամատակարարման, էլեկտրամատակարարման, ինտերնետային կապի այլ միջոցների զարգացման, ճանապարհների կառուցման ծրագրեր, հատկապես Արցախում հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիրը, որը Արցախի հյուսիսային շրջանները կապում էր մինչև ուրեմն հարավային շրջանների հետ։ Կառուցվել է Հայաստան-Արցախի հետ կապող երկրորդ չափազանց կարևոր Վարդենի Սոտ Քարվաճառ ճանապարհը, որը բացի այլընտրանքային ճանապարհ լինելուց նաև նպաստել է Քարվաճառի շրջանի, Մարտակերտի, Արցախի մյուս հատվածների սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Էապես զարգացել է Արցախում գյուղատնտեսությունը։ 2017 թվականի համահայկական հիմնադրամի միջոցները մեծապես ուղղվել են ոռոգման համակարգի բարելավմանը։
Փաստացի Հայաստանը Արցախի հետ եղել է մեկ միասնական պետության ռեժիմում, որտեղ շրջանառվել է հայկական դրամը, այսինքն Արցախը եւ Հայաստանը, չնայած իրավական իմաստով երկու առանձին հանրապետություն լինելու, որ ընդամենը կազմակերպական վարչական խնդիր էր երկու պետությունների նրանց հարաբերությունների համար, փաստացի մենք ունեցել ենք միասնական իրավական, տնտեսական, քաղաքական եւ անվտանգային մեկ ընդհանուր միասնական միջավայր։ Եվ այդ խնդիրը պահպանվել է Հայաստանի համար մինչև 2020 թվականի 44-օրյա այսինքն մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, սա էլ եղել է բանակցային գործընթացին զուգահեռ գործընթաց։ Եվ սա նաեւ անդրադարձել է միջազգային հարաբերություններում։ Տեսեք, եթե Նիկոլ Փաշինյանը այդ անմիտ միտքը որ ասում է ամբողջ աշխարհը Արցախը ընդունում էր որպես Ադրբեջանի մաս եւ այլն։ Եթե Արցախը ընդունվեր միջազգայինորեն Ադրբեջանի մաս, ապա Հայաստանի գործողությունները դրանք կդիտարկվեին, կորակվեին որպես ագրեսիա այլ սուվերեն պետության դեմ։ Ինչպես հիմա Ադրբեջանը փորձում է դա որակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվի դատարանում դատելու նրան ներկայացված մեղադրանքների միջոցով, բայց միջազգային հանրությունը երբեք Հայաստանին որպես ագրեսոր պետություն չի ճանաչել, այսինքն դա նշանակում է, որ Արցախի կարգավիճակը չի դիտարկվել որպես հայկական կողմի հավակնություն Ադրբեջանի կոնֆլիկտ են արձանագրել եւ փորձել են միջազգային սկզբունքներով այդ խնդիրը լուծել։ Հակառակ դեպքում Հայաստանը կճանաչվեր ագրեսոր պետություն եւ Հայաստանի դեմ սանկցիաներ կկիրառվեն։ Իսկ Հայաստանի դեմ սանկցիաներ են կիրառել ընդամենը 3 պետություն, որոնք Ադրբեջանի դաշնակից պետություններ էին՝ Թուրքիա, Սաուդյան Արաբիա եւ Պակիստան։ Իդեպ Թուրքիա եւ Պակիստանը Ադրբեջանի հետ այն աստիճանի դաշնակից են, որ նրանց ռազմական շքերթներին են մասնակցում, համատեղ զորավարություններ են անում։ Մնացած բոլոր, որոնք նաև չեն ճանաչել Հայաստանը որպես պետություն, չեն հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ շրջափակման մեջ է պայ, ասենք օրինակ Թուրքիան Հայաստանին։ Այս 3 երկրներից բացի աշխարհում ուրիշ ոչ մի երկիր, որևէ միջազգային կազմակերպություն Հայաստանի դեմ պատժամիջոցներ չի կիրառել։ Տեսեք, ասենք օրինակ Ռուսաստանի գործողությունները, հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայում Միացյալ Նահանգները, եվրոպական երկրները, այլ միջազգային կազմակերպություններ, Ճապոնիան համարում են որպես ագրեսիա, որպես ուրեմն ապօրինի գործ։ Իրենք դա այդպես են ընկալում։ Եվ այդ ընկալումը ինչ է նշանակում, որ կիրառում են հնարավոր բոլոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ։ Հայաստանի դեմ որևէ երկիր ու կազմակերպություն երբեք պատժամիջոց չի կիրառել։ Ավելին, Միացյալ Նահանգները Ադրբեջանի դեմ է պատժամիջոց կիրառել որպես ագրեսոր երկիր, այսինքն Ադրբեջանի գործողությունները Արցախը նվաճելու Միացյալ Նահանգները, որը համանախագահող երկիր է, ինքն է ճանաչել որպես ագրեսիա եւ Կոնգրեսի 907 հատուկ բանաձևը հենց դրա մասին է, որ Ադրբեջանը ագրեսոր պետություն է եւ արգելել է Կոնգրեսը Միացյալ Նահանգների ադմինիստրացիային գործադիր իշխանությանը, որպեսզի Ադրբեջանի հետ իրականացնի ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական որևէ համագործակցություն, դա համարելով որպես ագրեսոր պետություն։ Իդեպ ասեմ, որ այդ 907 բանաձևի չեղարկումը մասնակազմ է 2025 թվականի օգոստոսի 7-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի, որով ազատել է Ադրբեջանի ձեռքերը ագրեսոր լինելու պիտակավոր։ Իսկ դրա փոխարեն Միացյալ Նահանգները, որը Ադրբեջանին համարել է ագրեսոր եւ չի իրականացրել որևէ ռազմաքաղաքական համագործակցություն, ոչ միայն Հայաստանին է տրամադրել ռազմական աջակցություն, հատկապես ականազերծման, քաղաքացիական ականազերծման, մասնագետների պատրաստման, սարքավորումների տրամադրման, այդ կարողությունները մեր զինված ուժերը հիմնականում ձեռք է բերել Միացյալ Նահանգների հետ ռազմատեխնիկական համագործակցության, այսինքն Միացյալ Նահանգները Հայաստանին տրամադրել է ուղիղ ռազմական օգնություն, ավելին Միացյալ Նահանգները եղել է աշխարհում այն միակ բացառիկ երկիրը, որը ուղիղ ռազմական աջակցություն է տրամադրել Արցախի հանրապետությանը։ Սա փաստեր, այսինքն ագրեսոր կարող է ճանաչել եթե բաններ, իհարկե ոչ։ Դրա հետ միասին Հայաստանը հանդիսացել է ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ պետություն։ ՀԱՊԿ-ի հիմնադիր կանոնադրության մեջ պետությունները, որոնք հիմնել են այդ կազմակերպությունը, դա միակ ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որին Հայաստանը անդամակցել է, հղում անում անդամ պետությունների անկախության հռչակագրերին։
Իսկ Հայաստանի անկախության հռչակագրով, որով Հայաստանը հիմնել է մյուս պետությունների հետ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Հայաստանի անկախության հռչակագրով Հայաստանի Հանրապետություն պետությունը ստեղծվել է հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար վարժի միավորման արդյունքում, այսինքն դա է եղել այն պետությունը, որը ստեղծել է նաեւ ՀԱՊԿ-ը։ Այ հիմա Նիկոլ Փաշինյանը, որ ուզում է դուրս գա Հայաստանը ՀԱՊԿ-ի կազմից, հիմնական պատճառներից մեկը դա է, որ այդ կազմակերպությունը Հայաստանը հիմնել է այլ պետությունների հետ իր անկախության հռչակագրով, որտեղ Արցախը Հայաստանի մաս է կազմում։ ԱՊՀ-ին անդամակցի Հայաստանը։ Եվ ԱՊՀ-ի անդամ ա եղել նաև Ադրբեջանը, որի հետ Հայաստանը ըստ էության այդ միջազգային ձևաչափում ունեցել է նաև համատեղ ստորագրված բազմաթիվ միջազգային պայմանագրեր, այսինքն ԱՊՀ-ի փաստաթղթերի տակ դրված է եղել եւ Հայաստանի եւ Ադրբեջանի ստորագրությունները, այսինքն այդ ձևաչափում Հայաստանն ու Ադրբեջանը նույնիսկ համագործակցել են։ Հայաստանը 2001 թվականին անդամակցել է Եվրոպայի խորհրդին, ընդ որում այդ անդամակցության մասին որոշումը կայացվել է Ադրբեջանի հետ միասին, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը նույն օրն են անդամակցել Եվրոպայի խորհրդին, եւ անդամակցության նախապայմաններից մեկը եղել է այն, որ նրանք Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծեն բացառապես խաղաղ ճանապարհով, հղում անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։ Հայաստանը անդամակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությանը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Ստամբուլում, եւ այնտեղ մենք ունեցել ենք դիվանագիտական ներկայացություն Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում։ 2014 թվականին Հայաստանը անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը։ Այն դեպքում, երբ որ այդ որոշումը պիտի կայացնեին անդամ 3 պետությունների միաձայն քվեարկության արդյունքում, իսկ այդ 3 պետություններից մեկը Ղազախստանն էր, որը վերապահումներ ուներ Հայաստանի անդամակցության հետ կապված պայմանավորված Լեռնային Ղարաբաղի խնդրով, բայց քաջատեղյակ լինելով, որ Հայաստանը եւ Արցախը մեկ միասնական տնտեսական տարածք են, որ Արցախում արտադրված ապրանքները Հայաստանի ԵԱՏՄ անդամակցելուց հետո վաճառվելու են նաեւ ԵԱՏՄ անդամ երկրներում, այդ թվում Ղազախստանում, որ Արցախում շրջանառվում է հայկական դրամը, որ Հայաստանի եւ Արցախի միջեւ չկա մաքսային սահման։ Հայաստանը անդամակցել է նաեւ ԵԱՏՄ-ին։ Հիմա հարց առաջանում, բայց եթե Հայաստանի դիրքորոշումները խոցելի լինեին, միջազգային իմաստով անընդունելի լինեին, ով էր Հայաստանի դեմ պետք է պատժամիջոցներ կիրառվեն, այնինչ իրականացվել է ճիշտ հակառակը, ընդլայնվել է Հայաստանի միջազգային համագործակցության շրջանակները, բարձրացել է Հայաստանի միջազգային հեղինակությունը, ինչը սրանք փաստեր են, որոնք ջարդում են ցանկացած անմիտ դատողություն, որը հիմա Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է փորձելով արդարացնել այն դավաճանությունն ու հայրենիքի գողությունը, որը ինքը իրականացրել է իր պաշտոնավարման շրջանում։ Հիմա գանք իրեն ինքը ինչ է արել։ Լավ էս ասեցինք, թե նախկին նախագահների պաշտոնավարման շրջանում ինչա բանակցվել, ինչա։ Հիմա գանք իրեն, որովհետև ամեն մի ղեկավար պատասխանատու է իր պաշտոնավարման շրջանի համար։ Հիմա եթե ես եղել եմ Լեհաստանում Հայաստանի դեսպան, ես պատասխանատու եմ իմ պաշտոնավարման շրջանի աշխատանքի համար։ Եթե եղել են ձեռքբերումներ, հաջողություններ, կարող եմ հպարտությամբ խոսել դրա մասին։ Եթե ունեցել եմ ձախողումներ, ապա պետք է պատասխան տամ ես այդ ամենի համար։ Ամեն մի ղեկավար իր պաշտոնավարման շրջանի տերն է։ Հիմա գանք Նիկոլ Փաշինյանին, թե ինչա, ոնց է պաշտոնավարել Լևոն Տեր-Պետրոսյանը, նա ինքը նրա պատասխանը տալու է եւ պիտի տա։ Ինչպես է պաշտոնավարել Ռոբերտ Քոչարյանը, հաջողություններով, ձախողումներով, դա իրենն է։ Նույնը Սերժ Սարգսյանի, նույնը դրանից առաջ խորհրդային իշխանությունների ղեկավարներին, դրանից առաջ առաջի հանրապետության, բայց դու 18 թվականի մայիսի 8-ին ընտրվել ես վարչապետ։ Քո հետ մենք պետք է խոսենք միայն այն իրադարձությունների մասին, որ տեղի է ունեցել 18 թվականի մայիսի 8-ից հետո։ Իսկ ինչ է եղել 18 թվականի մայիսի 8-ից հետո։ Եղել է մայիսի 9 հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արցախ, որտեղ տոնում էին եռատոնը, Շուշիի ազատագրման օրը, հաղթանակի տոնը եւ Արցախի պաշտպանության բանակի կազմավորման տոնը։ Եվ այդ ժամանակ ինքը հանդիպել է Արցախի նախագահի հետ, Բակո Սահակյանի, այցելել է Արցախի պաշտպանության բանակ, որի հրամանատարն էր Լևոն Մնացականյանը, իդեպ եւ Բակո Սահակյանը եւ Լևոն Մնացականը հիմա գտնվում են Բաքվի բանտում։ Իր այդ առաջի հանդիպում անցկացրած Արցախի ղեկավարները։ Խոսել է Արցախի պաշտպանության կազմակերպման մասին։ Խոսել է Հայաստանի եւ Արցախի ավելի սերտ համագործակցություն, բայց նաեւ հայտարարել է, որ ինքը միակողմանիորեն դուրս է գալի
բանակցային գործընթացից, ԵԱԿ Մինսկի խմբի ձևաչափից, որովհետև ասում է, ես Արցախի անունից բանակցելու իրավունք չունեմ։ Եվ այդ թեզը ինքը զարգացրել է 2018 թվականի ամռանը ազգային ժողովում ներկայացնելով կառավարության գործունեության ծրագիրը եւ դա այնտեղ արտացոլվել է։ Այդ թեզը ինքը զարգացրել է 2018 թվին օգոստոսին Հանրապետության հրապարակում իր հրավիրած հանրահավաքին։ Այսինքն այդ հանրահավաքը դա իր պաշտոնավարման 100-րդ օրվա հանրահավաքն էր։ Այսինքն նա արդեն 100 օր վարչապետ էր։ Հիմա հարց. 100 օրվա վարչապետը Հայաստանի ուրիշ ինչ ավելի կարևոր հարցի մասին պետքա խորասուզվեր, իմանար, տեղեկանար, քան Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Այսինքն բոլոր այն փաստաթղթերը, որոնք ինքը մասա ներկայացնում է, 2018 թվականի օգոստոսին ինքը քաջատեղյակ է եղել դրա մասին։ Իսկ քաջատեղյակ լինելով հանդերձ, նա ինչ որոշումներ է կայացրել։ Նա ըստ էության տապալել է բանակցային գործընթացը, դուրս է եկել միակողմանիորեն, որովհետև Արցախը որպեսզի լինի բանակցության կողմ, դա եթե լավ հնչող գաղափար է պոպուլիզմի տեսանկյունից, դա պետք է իրագործվի, որ լավ գաղափար կոչվի։ Իսկ իրագործման համար պետք էր Ադրբեջանի նախ հիմնական բանակցողի համաձայնությունը եւ ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահողների համաձայնությունը։ Ինքը ոչ Ադրբեջանի հետ է բանակցի համաձայնություն ստացել, ոչ համանախագահող երկրների ղեկավարների, բայց ասում է իմ փոխարեն թող Բակո Սահակյանը բանակցի Ադրբեջանի նախագահի հետ։ Այսինքն սա նշանակում է, որ ինքը միակողմանիորեն դուրս է եկել բան եւ փաստա որ դուրս է եկել, ես նոր քիչ առաջ հետ է ասում, ընդամենը մեկ բանակցային հանդիպում ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Բայց դրա փոխարեն ինչա տեղի ունեցել ազգային անվտանգության ծառայության ղեկավարների պարբերական եւ մշտական հանդիպումները երրորդ երկրներում, հիմնականում Միացյալ Արաբական Էմիրություններում։ Ամիսը առնվազն մեկ անգամ Հայաստանի ԱԱԾ-ի տնօրենը եւ Ադրբեջանի ԱԱԾ-ի տնօրենը հանդիպումներ են ունեցել, որոնք դիվանագետներ չեն, որոնք որ բանակցելու իրավունքներ որպես պաշտոնյաներ չունեն, որոնք չեն կարող մի քայլ անել առանց իրենց պետությունների ղեկավարների, այսինքն առանց Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի համաձայնության ոչ մի քայլ, այսինքն ո՞ց կար Ադրբեջանի ԱԱԾ տնօրենը առանց Իլհամ Ալիևին տեղեկացնելու գնա երրորդ երկիր եւ ընդ հանդիպում ունենա մի երկրի հատուկ ծառայության ղեկավարի հետ, որը իրենց երկրի ազգային անվտանգության ռազմավարությամբ համարված ճշտամական պետություն։ Նույնը վերաբերում է Հայաստանի ԱԱԾ տնօրենին։ Գաղտնի բանակցություններ առանց ԵԱԿ Մինսկի խմբի, առանց համանախագահողների, առանց առաջարկների, որտեղ փոխանակվել են այլ առաջարկներ, փակ ծրարներ։ Այ օրինակ Նիկոլ Փաշինյանի հրապարակած այս 12 PDF ֆորմատով A4 ձևաչափով թղթերի մեջ ոչ մեկը չկա, որը վերաբերվում է Արթուր Վանեցյանի կողմից Դուբայից բերած փակ ծրարին, մեջ եղած նամակին, որովհետեւ մենք հասկանանք, թե ինչ առաջարկներ է ինքը ստացել Ադրբեջանի նախագահից, որովհետեւ այդ ծրարների բովանդակությունն է, որ հանգեցրել է 2020 թվականի 44 օրյա պատերազմին։ Իր հայտարարությունները, բայց եթե դու տեղյակ ես, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չունի պրոհայկական լուծում, որ միջազգային հանրությունը դա միշտ ճանաչում է Ադրբեջանի մաս, ես ուզում եմ հիշեցնել Նիկոլ Փաշինյանին իր ելույթը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ որ Հայաստանում էր հայտարարվում ռազմական դրություն, երբ ագրեսիան իրականացվել էր Արցախի հանրապետության դեմ։ Մենք 1 միլիմետր չենք նահանջի մեր Արցախից, մեր տարածքներից, մեր պատմությունից, մեր ինքնությունից, մեր արժանապատվությունից։ Բայց իմանալով հանդերձ այս բանակցային փաստաթղթերի մասին, այդ ռազմական կոչերը, կամավորականներին պատերազմ գնալու կոչերը, Արցախը պաշտպանելու 2020 թվականի հոկտեմբերի 6-ին Արցախ պաշտպանության բանակ այցելությունը, ռազմական գործողություն պլանավորելուն մասնակցություն ունենալը ինչին է վերաբերվել։ Ամփոփելով սիրելի հայրենակիցներ, պետք է ասենք մի բան, որ այն ինչ ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը որպես Արցախի բանակցային փաստաթղթեր, դա ցակ ու ցրիվ, թափ թփված, տարբեր տեղերից վերցված ինչ որ ընդամենը թղթեր են, որոնք եթե բովանդակային առումով ինչ որ տեղեկություն են պարունակում, ապա նրանք տեղեկություններ են պարունակում այն մեծ դավադրության, այն մեծ դավաճանության, այն մեծ հանցագործության մասին, որը Նիկոլ Փաշինյանը եւ իր փոքր խմբակը ցուցաբերել է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի դեմ։
դա ռազմական հանցագործության ուղիղ վկայության փաստագրում է։ Եվ ես հուսով եմ, որ կգա ժամանակը, որ այս ամենի մեծ հանցագործները Իլհամ Ալիևը եւ Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն կկրեն, պատասխանատվության կենթարկվեն այս հանցանքի համար եւ ի վերջո միջազգային իրավունքի բոլոր նորմերը հարգելով կվերացվեն նաեւ այդ հանցանքի հետևանքները եւ մենք վերստին կտեսնենք Արցախի սուրբ ու թանկ դրոշը ծածանվող Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում եւ Արցախի մյուս բոլոր քաղաքներում եւ գյուղերում։ Արցախը հայկական է, Արցախը Հայաստանից զավթվել է, գնվել է դավաճանության եւ հայրենագողության հետևանքներով։ Ոչ մի գիտակից հայ մարդ չի կարող այս իրողության հետ հաշտվել, ոչ մի միջազգային իրավունքի նորմեր եւ սկզբունքներ հարգող պետական գործիչ, որ երկրում էլ որ նա լինի կամ դիվանագետ, չի կարող համերաշխ լինել այս մեծ ռազմական հանցագործության համար։ Ռազմական հանցագործություն իրականացրած, ցեղասպանություն իրականացրած, ժողովուրդներին դժբախտություններ բերած գործիչները նրանք անհատներ են, այս կամ այն պետությունների ղեկավարներ, ինչպես որ եղել է Նիկոլո Չաուշեսկին, ինչպես որ եղել է Ադոլֆ Հիտլերը, ինչպես որ եղել են այլ բռնապետներ, որոնք ի վերջո դատարանների որոշմամբ ստացել են իրենց արժանի պատիժը։ Այդ պատիժը սպասում է նաև Իլհամ Ալիևին եւ Նիկոլ Փաշինյանին։ Այսքանը այս թեմայով սիրելի հայրենակիցներ, բաժանորդագրվեք 168 AM-ի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները, եթե հարկ կհամարեք եւ հետևեք 168-ի բոլոր թողարկումներին։